Մի դատիր, որ չդատվեց։ Կառավարության նիստը մեկնարկեց աստվածաշնչյան պատգամով։ Օրակարգում Թալանի վերադարձի, դատական համակարգի արձանագրումների, գույքի տեսակների վերաբերյալ հարցերն էին։ Կա գույք, կա պետական գույք, կա օրինական գույք եւ կա ապօրինի գույք։ Հայտարարեց Փաշինյանը, շեշտելով այսուհետև իրերը ոչ միայն իրենց անուններով, այլև իրերի հետ կապված մարդկանց են կոչելու իրենց անուններով։ Բարոյական կոմպոնենտը այն է, ինչը գրված է նոր կտակարանում, որ ասում է մի դատիր, որ չդատվեց, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Սա շատ կարևոր նրբություն է, որի վրա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ։ Համակարգերը ներդնելը միայն նրա մասին չի, որ մենք ուրիշներին դատում ենք, այլ նրա մասին է, որ ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու։ Գոնե իմ ըմբռնումը այսպիսին է։ Ասենք մենք չենք կարա վերցնենք մանկապարտեզը նախկին պաշտոնյայի կնոջից եւ տանենք տանք մեր կնոջը լավ չի ինչու։ Փաշինյանն անդրադարձավ դատական համակարգի արձանագրումներին։ Այս հարցի քննարկման ժամանակ նա հունից դուրս եկավ, մոռացավ մի դատիր, որ չդատվեց պատգամն ու սկսեց դատել, հղում անելով դատական համակարգին։ Օրինակ մենք չենք արձանագրել պաշտոնապես, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Հիմա սրանից հետո ես երբ ելույթ ունենամ Ռոբերտ Քոչարյան անունը հնչի, ասելու եմ կաշառակեր Ռոբերտ Քոչարյանը եւ այլն եւ այդպես շարունակ։ Լավ, ամեն ինչին չափ կա, սահման կա։ Ամեն ինչին չափ կա, սահման կա։ Եվ կաշառքից կտրուկ անցում Թալանին, հետաքրքիր զուգադիպությամբ խորհրդարանի ընտրությունից 1 տարի առաջ Փաշինյանը կրկին օրակարգ է բերում Թալանածը հատիկ առ հատիկ վերադարձնելու հարցը։ Բայց մենք շարունակելու ենք այդ բոլոր թալանվածները հատիկ վերադարձնել։ Ուրիշ տարբերակ չկա, չեմ փախնի։ Ոնց որ ասել են ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու։ Աստվածաշնչի նոր կտակարանից մեջբերմամբ սկսված նիստը շարունակվեց բարկացած մթնոլորտում եւ ավարտվեց դեռևս 2018-ից տված խոստմամբ։ Գառի Մութաֆյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։